Գոյամարտ սերիալի նկարահանումները շարունակվում են և ինչպես երևում է նոր կադրերից ու զարգացումներից ամենաթեժ, ամենահոգեբանական լարված հատվածները դեռ առջևում են։ Մանանը, որ միշտ գործել է զգացմունքներով, բայց նաև խորամանկ հաշվարկով, այս անգամ անցնում է բոլոր սահմանները։ Նա խոստացել էր Գրիշոյին, որ քթից կբերի, շատերը կարծում էին դա հերթական երիտասարդական սպառնալիքն էր, բայց Մանանը երբեք դատարկող խոսքեր չի ասում։ Ուշ ժամի տանից փախչելն արդեն հուշում է, որ նա պատրաստ է վտանգի գնալ։ Նա գնում է Գրիշոյի մոտ ոչ թե հուզական տեսարան սարքելու, այլ հարվածելու ամենացավոտ տեղին։ Հեռուստադիտողն արդեն գիտի Սևան Երևան մայրուղու ողբերգական վթարի մասին։ Այդ օրը մահացավ Գրիշոյի մտերիմ ընկերը, իսկ ինքը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այդ վթարը ոչ միայն ֆիզիկապես կոտրեց նրան, այլ նաև հոգեբանորեն։ Դրանից հետո նրան արգելվեց սպորտով զբաղվել, մի բան, որը նրա կյանքի իմաստն էր։ Հունանը որպես հայր փորձեց ամեն գնով պահել որդուն, բայց այդ պահից սկսած Գրիշոյի ներսում կուտակվեց զայրույթ, անավարտություն, պարտության զգացում։ Եվ հենց այդ ցավոտ հիշողությանն է դիպչում Մանանը։ Հիշում ես ընկերոջդ, որ ավտովթարից մահացավ, նրա ձայնը ոչ թե մեղադրող է, այլ սառն ու հաշվարկված, իսկ Գրիշոյի դեմքի արտահայտությունը հստակ ցույց է տալիս՝ սա սովորական հիշեցում չէ, սա վտանգավոր հիշեցում է։ Նրա հայացքում երևում է վախ, անակնկալ և մի ակնթարթում մեղքի ստվեր։ Այդ պահը դառնում է սերիալի ամենաինտրիգային շրջադարձերից մեկը։ Մանանն ակնհայտ գիտի մի բան, որը մինչև հիմա գաղտնի է մնացել։ Գուցե վթարը պատահական չի եղել, գուցե ղեկին եղել է ոչ այն մարդը, ում անունը հրապարակվել է, գուցե Գրիշոն ինչ-որ բան է թաքցնում թե հորից, թե հասարակությունից, իսկ ամենասարսափելին գուցե այդ վթարը կապ ունի անցյալի մյուս ողբերգությունների հետ։ Մանանի պահվածքը ցույց է տալիս, որ նա պարզապես վիրավորված աղջիկ չէ, նա տեղեկություն ունի, իսկ տեղեկությունն այս սերիալում ուժ է, և նա պատրաստ է այդ ուժն օգտագործել։ Գրիշոյի հոգեբանական վիճակը ևս հետաքրքիր զարգացում է ստանում։ Եթե մինչև այժմ նա հանդես էր գալիս որպես ինքնավստահ, երբեմն նույնիսկ ամբարտավան երիտասարդ, հիմա նրա դիմակը բացվում է, նրա անցյալը վերադառնում է ու սկսում է խեղդել նրան։ Մանանի խոսքերը նրա համար ոչ միայն հիշեցում էին, այլ սպառնալիք, որ ճշմարտությունը կարող է դուրս գալ ջրի երես։ Այս տեսարանը նաև ցույց է տալիս, որ Մանանը խաղում է շատ վտանգավոր խաղ։ Եթե նա բացահայտի մի գաղտնիք, որը կապված է այդ վթարի հետ, նա կարող է բախվել ոչ միայն Գրիշոյին, այլ նաև Հունանին, իսկ Հունանն այն մարդը չէ, ով հեշտությամբ կթողնի իր ընտանիքի վրա ստվեր ընկնի։ Սերիալն այստեղ մտնում է նոր փուլ, այժմ խոսքը միայն սիրո, մրցակցության կամ ընտանեկան հակամարտության մասին չէ, խոսքը ճշմարտության մասին է, իսկ ճշմարտությունը կարող է փլուզել տարիներով կառուցված կեղծ իրականությունը։ Հնարավոր է, որ այս վթարը դառնա բանալի ամբողջ պատմության համար, հնարավոր է, որ այնտեղից բացվի նոր շղթա, որը կկապի Գրիշոյին, Հունանին, նույնիսկ Ավոյին անցյալի մութ իրադարձությունների հետ։ Մանանի աչքերի արտահայտությունը հուշում է, նա դեռ ամբողջը չի ասել, նա պարզապես նախազգուշացրել է, իսկ երբ Մանանը նախազգուշացնում է, դա նշանակում է հաջորդ քայլն ավելի ուժեղ է լինելու։ Գոյամարտը կրկին ապացուցում է, որ ամենավտանգավոր մենամարտերը տեղի են ունենում ոչ թե ռինգում, այլ մարդկանց հիշողություններում ու խղճում, և եթե այդ վթարի իրական պատմությունը բացահայտվի, շատ դիմակներ են ընկնելու, առջևում հաստատ պայթունավտանգ սերիալներ են սպասվում, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Բաժանորդագրվեք և սպասեք նորությունների։ Բարի առավոտ բոլորին, հուսով եմ, որ լավ եք և հուսով եմ, որ եղանակին առհասարակ ուշադրություն չեք դարձնում և եղանակը չի կարող ազդել ձեր տրամադրության վրա։ Ես աշխատում եմ ինձ վրա, ես արևային մարդ եմ, ես սիրում եմ արև, տաք, ջերմություն, բայց ես աշխատում եմ ինձ վրա, որ ընդունեմ բնությունն իր բոլոր եղանակային պայմաններով, որովհետև ուզում եմ կյանքս ուրախ անցնի։ Չարժե եղանակը, որպեսզի դու փչացնես քո տրամադրությունը կամ տխրես։ Սա մեկ։ Երկրորդ, շատ ուրախ եմ, որովհետև առավոտ կանուխ Armenia TV աշխատակիցների, իմ գործընկերների կողմից ստացա գովեստի խոսքեր, այն, որ նայում են Գոյամարտը, շատ են սիրում, որևէ ձև առաջ չեն տալիս և ընթացքում չեն կարողանում որևէ գործ իրականացնել, որովհետև կլանված դիտում են սերիալը։
Շատ շնորհակալ եմ, շատ, որ գնահատում եք մեր աշխատանքը, որ նայում եք հեռուստասերիալը եւ